Արեկը շատ բովանդակալից ներկայացրեց տեղի ունեցող այսօրվա իրականությունը։ Ես ուզում եմ մի փոքր այլ տեսանկյունից նայենք։ Այն ընտանիքները, որոնք ունեցել են, իսկ մենք ունենք բոլոր ընտանիքներում ցավ, վիշտ եւ սուկ, ովքեր ունեն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառը հետևանքները, համոզված եղեք ոչ ոք պատերազմ չի ցանկանում։ Այդ թվում նաև մենք։ Իսկ եթե խոսքը գնում էր ստելու մասին, այսպեսի մի բան ասեմ, մեր կոլխոզի նիստերից մեկի ժամանակ, ես դա չեմ կարող անվանել ազգային ժողովի նիստ, պարոն Պապիկյանը ասեց, որ ստում ենք։ Եթե պարոն Թաթոյանը ստում է, ապա հարցս ուղղում եմ իրեն։ Արդյոք մեր սոտքի հանքավայրերի մարտական դիրքերը, Վարդենիսի մարտական դիրքերը, որի 2022 թվականի պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 207 զոհ, 207 զոհին եւ ոչ ոք իրենց կոլխոզի նիստերի ժամանակ չի հիշում։ Այդ թվում նաեւ քույրս զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, բայց չի նահանջել կին լինելով, դիրքը չի զիջել։ Ինչու պիտի այսօր Ադրբեջանը առանց որևէ փամփուշտ առաջ գա։ Հարցս ուղղեցի պարոն Պապիկյան ձեզ եւ ոչ թե ասեք ստում ենք, այլ փորձեք պատասխանել, թե ինչու եք թաքցնում այս փաստերը։ Մեկ այլ պատասխան նաեւ այսպիսին, որ մեր յուրաքանչյուր մարտական դիրքերում գտնվող տղաները, որոնք որ հաստատ գիտեն, թե ինչ է տեղ ունենում, ով իր ընտանիքում ունի ծառայող, հաստատ գիտի ինչ է տեղի ունենում ու իրեն գիտեն։ Ինչի եք այս զինվորների մեջքը կոտրում։ Ինչի այսօր չեք կանգնում իրենց մեջքին, որպեսզի նրանք մարտնչեն ու իրենց հողը պահեն։ Եթե այսօր չգիտեմ, մտածում եք, որ դե ոչինչ էս լեռան գլխին տարվա մեծամասնությունը ձյուն է, ասա ձեր համար է ձյուն։ Մեր համար դա հայրենիք է։ Եթե ձեր համար որևէ քաղաք դժգույն է, մեր համար դա հայրենիք է։ Հուսով եմ մեկ քայլ ավելի շուտ կլքեք այս իշխանությունը ու կթողեք այս ժողովուրդը ապրի։